հետո մի բանով երբ որ մարդը արդարանում, այլ մենք ենք ուզում։ Ոնց է լինի համ անարդարացի բոլոր ուժիրների համար, համ միատել դրանից հետո փողը էլի մեր գրպանից է կանցնում։ 5 Հռոմում ես գիտեմ, որ դատավորների մաշկից աթոռներ էին սարքում ու հաջորդ դատավորը, որ նստում էր այդ աթոռի վրա, ավելի զգոնանում էր ու զգում էր, որ իր մաշկը կարող է հետագայում աթոռ դառնալ։ Դուք ինչ մեթոդ եք կարելի է կիրառել Հայաստանում դատավորների սթափության կոչ անելու համար եւ գործուն քայլերի համար, որովհետեւ ինչքան էլ ասես ասուլիսներ անեք, փոխել հասկացնել կարմիր գծեր եք անցնում, ես եք անում են, դիպաշ չէ որտեղ գիտի որ ես եմ ուզվելու։ Ասենք իրենք էլ Դոլմազյանը 45 տարեկան, Աժենյա Մելիքսեթյանը մոտավորապես 43 ոնցոր։ Ասենք իրենց ընտանիքները գուցե էլ չհասցնեն ցենց հետագայում ուզվեն բանանել։ Մենք մեր շարքային քաղաքացիներից հրապարակ ենք, որ այդ հետևանքները չկրեն։ Հետաքրքիր հարց տվեցիք, կարծում եմ հարցին նախ երևի պատասխանի համար պետք է ունենալ կամ քաղաքական կամք դրա վերաբերյալ կամ չունենալ։ Դուք կհիշեք ով էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացրած դատավորը։ Մնացական Մարտիրոսյանը։ 2018 թվականին այդ ձեր կողմից, եթե նույնիսկ այդ հարցը չհնչերել, կարծում եմ ցանկացած անաչառ դիտորդ հայտնելու էր, որ մնացական Մարտիրոսյանը կամ պետք է հրաժարական ներկայացնի, կամ իր նկատմամբ կարգապահական վարույթ պետք է հարուցվի, կամ իր նկատմամբ քրեական վարույթ պետք է հարուցվի։ Իդեպ ստացվում է Նիկոլ Փաշինյանը, եկեք իրավական տեսանկյունից նայենք, արդարացվել է։ Ստացվում է մնացական Մարտիրոսյանի կողմից նախկինում կայացված դատական ակտը այդ աստիճան բեկանվել է։ Ինչ եղավ մնացական Մարտիրոսյանի գործունեության տեսանկյունից, ինքը ստացավ առաջխաղացում։ Իդեպ մինչ օրս, եթե չեմ սխալվում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է հանդիսանում մնացական Մարտիրոսյանը։ Ամեն ինչ պարզ է այստեղ։ Սա կոչվում է քաղաքական կամքի իսպառ բացակայություն։ Ես կարող եմ մի բան հստակ ասել, թե ելնելով այն շփումներից, որոնք ունենում ենք Սամվել Կարապետյանի հետ, թե նաև որոշակի իմաստով կարծում եմ դուք էլ մեզ եք ճանաչել։ Արդյոք մենք պատկերացնում ենք, որ դատական իշխանությունը պետք է լինի կախյալ, ոչ։ Սամվել Կարապետյանը իր հայտարարություններից մեկում ուղիղ նշել էր, որ դատական իշխանությունը իրապես պետք է անկախ լինի։ Իրապես պետք է անկախ լինի։ Իսկ դրա համար պետք է ուղղակի ունենալ քաղաքական կամք, իրապես այդ կարմիր գիծը քաշել եւ հարգել դա։ Ես հաստատապես կարող եմ ասել, որ ոչ միայն հրապարակավ է Սամվել Կարապետյանը դրա մասին հայտարարել, եւ համար եք առնվազն նաեւ մենք էլ հրապարակավ այս ամենը ասելով գիտակցում ենք, չէ, հրապարակային խոսքի ազդեցությունը։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակայացած ոլորտներից մեկը դա զանգվածային լրատվության միջոցների ոլորտն է։ Ամենակայացածներից մեկը։ Որտեղ դու գիտակցում ես, որ հրապարակավ մի անգամ երբ մի բան ասել ես, հետագայում դա մեղմ ասած քո դեմ օգտագործվելու է, եթե դու ինքդ քո մատնանշած խոստումից շեղվես։ Այս ամենը, որ հրապարակավ արձանագրում ենք, շատ լավ գիտակցում ենք։ Եվ մեր պատկերացրած դատական իշխանությունը այնպիսին չէ, որ այսօր կա։ Իդեպ մենք չենք ցանկանում, որ մեր հանրությունը նման դատական իշխանության արժան լինի, որտեղ իսկապես մեր հանրությունը արժան է իրապես որակյալ անկախ արդար դատական իշխանության։ Եվ դա վստահաբար լինելու է, վստահաբար, բայց դա լինելու համար պետք է գործի այն, ինչը մինչ այդ էինք ասում, պատասխանատվության անխուսափելիությունը։ Քանի դա չի գործում, դատական իշխանությունը անկախ չի լինելու։ Դրա համար ունենք այնպիսի դատական իշխանություն, որը տեսնում ենք վերջին 7 տարիների ընթացքում բացառությամբ մի քանի դատավորների, որին կրկին ԶԼՄ ներկայացուցիչները, հարգարժան գործընկերները բոլորին անուններով գիտեն։ Իրականում մի ժամանակ կար փաստաբաններն էին, որ ասում էին, եթե մակագրվել է այս դատավորին, գիտենք, որ հնարավոր է արդարադատություն իրականացվի, հնարավոր է։ Հիմա դա նաև լրագրողներն էլ գիտեն, այսինքն այդ մենաշնորհ էլ փաստաբանները չունեն։